Բարի օր իմ լավ հետևորդներին, մեծ դիտողներին և բոլորին։ Հարգելիներս, որոշեցի պատրաստեմ լոբով ապուր։ Ասեք, այդքան էլ շատ լոբի չեմ լվանում, շատ չեմ ուզում պատրաստեմ։ Հիմա լավ լվանամ։ Կարմիր լոբիա և շուտ էփող լոբիա։ Հիմա ջուրը լցնեմ կասայի մեջ, լոբինը լցնեմ մեջը և դնեմ գազօջախին։ Մինչև լոբին էփի, ես այս բազուկները մաքրեմ, իրեն ասել էի կտանեմ դրսում կլվանամ, բայց ժողովուրդ ջան, դրսում ջրերը եկավ, այդ օրն էլ ինձ հարմար չէր դրսում լվամ, հիմա այստեղ խոհանոցում կլվանամ, մաքրեմ, երկու մասի անեմ, լավ լվանամ։ Տերևները առանձին կլվանամ, զոհերը առանձին։ Այսպես։ Կարելի է նայել այս սիրուն զոհերը թթու դրած, թթվի մեջ լցնեմ, թթու դնեմ, հələ կեփեմ նոր կտենամ արժի, թե չէ, որովհետև ոնց որ այդքան էլ մատղաշ չի։ Դել էսպես։ Արամիկ ջան, Էլենին հանկարծ չխանգարես, դասը անում, Արամիկ, արի, դու արի իմ մոտ, այ Արամիկ, վերջ, ժողովուրդ ջան, ճիշտ է, ինքը նայեք կոպիտ է, բայց թեկուզ որ մատղաշ ժամանակ է լինի, չեմ ասում մատղաշ, որ փափուկ է լինում, դեսի արդեն ոնց որ կոշտացած է, ինչ եմ ուզում ասեմ, ինչքան էլ ուզենանք պատրաստենք այս բազուկով թթուն, կարմիր թթուն, մեկա չենք կարողանում, այս բազուկով թթուն, որ ասում են
ճապ թթու, այդպես են ասում, միայն գորիսեցիներն են, որ արտակարգ ձևով, էլ խոսք չկա ասելու, գորիսեցիների նման բազուկի թթու չկա, որ գորիսեցիներն են պատրաստում։ Իմ հորաքույրս էր շատ լավ դնում, հիմա հորաքույրներս չկան, բայց մինչև հիմա հիշում եմ իրանց ձեռքի պատրաստած այս բազուկով թթուն լրիվ ուրիշ է։ Ու ոչ միայն իմ հորաքույրը, հենց ընդհանրապես Գորիսում ապրող, բնակվող բոլոր մարդկանց տները, ում որ գնացել են բարեկամներիս տները, կամ թեկուզ իմ մամային էին ուղարկում այնտեղից, իհարկե հորաքույրս։ Չգիտեմ, այդ թթուի նման թթու չկա։ Իսկ մեզ մոտ էլ են շատ դնում, բայց այն չի, ժողովուրդ ջան, չի լինում, ոչ գույնն է գույնի նման, ոչ համն է համի նման։ Ինչքան էլ ուզում ենք դնենք, այդ կարմիր գույնը չի պահպանվում թթուի մեջ։ Չգիտեմ, ուզում եմ ասեմ, այդ բազուկով թթուն մենք ասում ենք ճավի թթու, այդպես ենք ասում, ճոխ թթու, հա, ճոխ թթու, միայն գորիսեցիներն են, որ յուրահատուկ են դնում, յուրահատուկ։ Խոսքերն ավելորդ է, այսպես ասեմ, էլ շատ չխոսամ։ Մեկա, ինչքան էլ ուզենանք անենք, մենք չենք կարա իրանց նման այդ ձևի այս կարմիր բազուկով թթուն դնենք։ Հարգելիներս, սա էլ պանիրն է, հենց առավոտյան արթնացել եմ, այս պանիրի գործով եմ անցել, ուրցով խառնել եմ, պանիրը ուրցի հետ շատ լավ խառնել եմ, տրորել եմ մանր, այսպես մանրացրել եմ ու լցրել եմ բանկին, մի հատ 2 կիլանոց ստացվել, վրան էլ սրբիչ եմ դրել, ծածկել եմ սրբիչով ու տենց պինդ կապել եմ, հիմա սա արդեն կհորենք, տեսնենք հələ ոնց ենք հորում, մոխիրի մեջ երևի հակառակ կողմով շուռ կտանք, մոխիրի մեջ կհորենք։ Սա էլ պանիրն է, մի հատ 2 կիլանոց ստացվեց։ Հիմա այսի հանեմ, քանի երրորդ անգամ բացել եմ, ժողովուրդ ջան։ Դրել եմ գազօջախին, որ էցնեն տերևները։ Հաջորդը լվանա, սիպտակ բազուկ էլ ունեն, մի կապել տակ բազուկ ունեն, լվանա,
Կոֆե պատրաստեմ, գնամ այգի, այդ նույն կոֆես խմեմ, ամուսինս հետա կտրում, հետ միասին կոֆեն խմեմ, հետո նոր գամ բազուկը արդեն խաշեմ։ Լավանամ, հələ առավոտից արգելիներս խոհանոցում եմ, մի կողմից մաքրում եմ, մի կողմից թափում եմ, մի կողմից մաքրում եմ, վես խոհանոցից դուրս չեմ գալի։ Ինձ համար չի լցնեմ, որ սուրճս խմեմ, չնայած ամուսինս էլ քաղցրի սիրահար չի, ժողովուրդ ջան, ինքն էլ է սիրում, սիրում է մենակ բնական չի, այդ սիրոպով չիրերը, օշարակով չիրերը ընդհանրապես չի սիրում, ինձ էլ չի թողնում, որ պատրաստեմ, բայց դե պատրաստում եմ, էլի չեմ նայում, չեմ լսում իրա, ես ինձ համար պատրաստում եմ, պահում եմ սառնարանում, մի կոնֆետն էլ դնեմ, թե կուզի կխմի, թե չէ։ Այդպես ուրեմ ասեմ, հարգելի հետևորդներ ջան, ես ինչի չեմ օգտագործում քաղցր, ասեմ, ես արդեն քանի օր օգտագործում եմ Herbalife, օգտվում եմ Herbalife-ից, խմում եմ Herbalife-ի թեյը, ու այնտեղ էլի շատ բաներ կա, Herbalife-ի սնունդով եմ օգտվում, ու կան նորից այդպես մի էլի ալոյենից պատրաստած, դա էլ անոթներն է մաքրում, արդեն քանի օր օգտվում եմ Herbalife-ից, դրա համար
բացի Herbalife-ը օգտագործելուց պետք է ամենակարևորը հետևես սնունդը, ժողովուրդ ջան, կարող է ես այդ Herbalife-ը օգտագործեմ մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, բայց դրա հետ միասին չարաշահեմ սնունդը, չարաշահեմ քաղցրը ու շատ տենց մանր բաներ, հավատա, որ ավելի կգիրանանք, չենք նիհարելու հաստատ, դրա համար արդեն քանի օր է ես օգտվում եմ ու հետևում եմ իմ սնունդին։ Դե հիմա արդեն իմ սուրճի ժամն է, պետք է սուրճս խմեմ, դե սուրճը խմում եմ բնական ջրերով, կարող եմ նաև օգտագործել դառը շոկոլադ, մի փոքր կտոր, օգտագործում եմ սուրճի հետ նուշ, տենց էլի ժողովուրդ ջան, դրա համար ես որ հոլովակներում տեղադրել էի, որ ասենք սա պատրաստում եմ երեխաների համար, իսկ ինձի ոչ, դե մարդկանց արդեն հետաքրքիր էր, թե ես ինչի չեմ ուտում, դե հիմա ուզում եմ ասեմ ժողովուրդ ջան, ուզում էի անդրադառնալ ցույց տալ այդ Herbalife-ը, բայց չստացվեց, բայց հիմա ասում եմ հարգելի հետևորդներ ջան, ես օգտագործում եմ Herbalife, դե տեսնենք էլի արդյունքը տենանք ոնց կլինի։ Դնեմ սրա վրա խմենք, հետը դզի դնեմ վրա։ Անջատենք արդեն։ Հələ նայ ժողովուրդ ջան, ինձ լավ է, էֆե հույս չունեի, ես ասում էի լավը չի, բայց չի։ Կարելի է այս սրանով թթու դրած, մի փոքրիկ ամանով թթու դնեմ, իսկ այդ բազուկի տերևներն էլ տապակեմ, մածունով տղտորով ուտեմ։ Այս է լոբինը, լոբին էլ արդեն պատրաստ է, հիմա կարտոֆիլն էլ լվացել եմ, հիմա կտրտեմ լցնեմ արդեն լոբիի մեջ։ Ջուրն էլ կանեցի վերջ։ Ջուր լցնենք սարում։
Հարգելի հետևորդներ ջան, ձեթով եմ եփում այսօրվա իմ ճաշը։ Դե դուք գիտեք, որ եփում եմ միշտ կարագով։ Ինչ եմ եփում ձեթով, որ ես էլ օգտվեմ այս ճաշից, իհարկե, բայց կարտոֆիլները չեմ ուտելու լոբից եւ ջրից։ Մի փոքր ես էլ կօգտվեմ, դրա համար պատրաստում եմ ձեթով։ Հիմա աղլացնեմ։ Գնում ես Արամիկ։ Սա սպասի բալիս։ Ցիկլոն եմ լցնում։ Հա։ Կարմիր պղպեղ։ Տեսնենք կարտոֆիլը։ Կարտոֆիլն էլ եփած, լոբին էլ։ Արգելներս ուզում եմ մեկ ճաշիկ թալել ալուր բացեմ ջրով, լցնեմ ճաշի մեջ։ Մի փոքր աղանեմ, այս էլ տապակեմ, սենց խառնեմ։
Ժողովուրդ ջան, այս ապակե ամանի մեջի բազուկն էլ որոշեցի, որ թթու դնեմ, ճիշտ է, շատ քիչ է, բայց ոչինչ։ Հիմա սխտոր կկտրեմ եւ 1 լիտր ջրով 1 ճաշի կթալ աղը կբացեմ, 1 լիտր ջրի հետ կլցնեմ մեջը, ընդամենը սխտոր եւ սամիտ։ Այսպես, սա էլ է պատրաստ, ձու չեմ ջարդում, չենք սիրում ձվով, հենց սենց կթողեմ, մածունով, սխտորով կուտեմ։ Սա պատրաստ է, ճաշն էլ արդեն պատրաստ է, սա էլ կարելի անջատել։ Հարգելի հետևորդներ ջան, արդեն պատրաստ է իմ պատրաստած լոբով ճաշը։ Ուզում եմ այսքանով էլ ավարտեմ և ձեզ ասեմ բարի խաղաղ գիշեր։ Ցտեսություն բոլորիդ։